His Excellency President Vahagan Khachaturian. Երբ որ թվերն եմ ուսումնասիրում, այն թվերը, որ դուք եք մշակում, կենտրոնական բանկը հատկապես, այդ մանրամասն վերլուծությունները, որ ներկայացնում եք, ֆինանսների նախարարությունը, մեր պետեկամուտները, այդ թվերի մեջ ես ուզում եմ հասկանալ, մեր երկրում ինչ է կատարվում, ինչ հանգրվանի ենք հասել։ Մեր շինարարության թվերը։ Նայում եմ 25 թվականին 2.270 քառակուսի մետր, 2024 թվականին 1.261 քառակուսի մետր տարածքները հանձնվել է։ Հիշում եմ խորհրդային միության ժամանակ ասում եմ, որ ցանկացած հանրապետ, հատկապես Հայաստանի Հանրապետությունում, եթե 1 միլիոնից ավելի քառակուսի մետր բնակելի տարածք հանձնվում, այդ երկրի ղեկավարին դենին ինչքան նշան են տալիս։ Եվ պարզվում է, որ մեր մոտ մենք հիմա խորհրդային միությունից 2 անգամ ավելի բնակելի տարածք ենք հանձնել շինարարության։ Ու ինձ շատ հետաքրքրում էր ոնց է ստացվել դա, որտեղից է դա եկել այդ թիվը, ինչն է պատճառը։ Եվ սկսեցի նորից խորանալ, պարզվեց, որ 18 թվականից հետո, Թավշյա հեղափոխությունից հետո, այն տնտեսական քաղաքականությունը, որ իրականացվել է, դա աստիճանաբար այնպիսի ինստիտուտներ ու մեխանիզմներ է ստեղծվել, որոնք բերել են հենց շինարարության մեջ այսպիսի հաջողությունների։ Եվ այն ինստիտուտը, որ ստեղծել են հիպոթեկային կամ եկամտահարկի վերադարձի միջոցով խրախուսել է շինարարությանը, տվել է իր արդյունքը։ 54,000 մարդ, փաստորեն 18 թվականից հետո բնակարանին տեր են դարձել։ Սա յուրահատուկ իրավիճակ է եղել 2000-ականներին, ամենամեծ թիվը, որ եղել է 515,000 2008 թվականին, մինչ 2018 թվականը։ Ինչ ունենք մենք։ Բոլորս այդ միջավայրում ենք ապրում, ինչ որ առումով բոլորս մասնակից ենք եղել։ Մենք պատասխանատու ենք նաև այն առումով, որ այդ համակարգը գործել է, որտեղ մենաշնորհային կառուցված կարտոնյա տնտեսական խմբեր, թույլ ինստիտուտներ, անհավասար մրցակցային պայմաններ, տնտեսական աճի անհավասար բաշխում, շատ էական ու կարևոր նշանակություններ, եթե հիշում եք, նույնիսկ ասում են, որ Հայաստանի տնտեսական կապիտալի գտնվում է 40 ընտանիքի ձեռքում։ Շատ սովորական օլիգարխիկ տնտեսություններ իր բոլոր բնորոշումներով հանդերձ վերից ներքև կարող էիք ասել։ Եվ 2018 թվականին Թավշյա հեղափոխությունից հետո լրիվ այլ իրավիճակ է ստեղծում երկրում, նպատակները լրիվ այլ էին, պետք է բաց մրցակցային տնտեսություն ունենք, թափանցիկ կառավարում, ինստիտուտների ամրապնդում, բիզնեսին ավելի ընդլայնված հնարավորություններ եւ ամենակարևորը հավասար հնարավորություններ բոլորի համար։ Եվ իհարկե ամենամեծ խնդիրը, որ առաջացել էր մինչև 18 թվականը, դա կոռուպցիան էր։ Ոչ թե համատարած կոռուպցիա էր Հայաստանում, այլ համակարգային կոռուպցիա։ Ամենայդպես Transparency International կազմակերպության բնորոշումը այդպիսին էր, որ Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա է։ Եվ նույնիսկ հասել ենք նրան, որ արդեն պետությունը գողացված էր, այդպիսի ձևակերպում էր կար, իշխանությունը պետությունը գողացել էր կամ զավթել էր։ Այս կոռուպցիայի ամենաբարձր աստիճանն է։ Մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով մինչև 18 թվականի։ Երբ որ 18 թվականի Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, առաջին հերթին հենց պայքարը կոռուպցիայի դեմ էր, եթե մինչ այդ գտնվում էր տենց 128-րդ տեղում կոռուպցիայի ընկալման այդ ինդեքսում, միանգամից մեր թիվը 60-64-րդ, այսինքն 2 տարվա ընթացքում այդպիսի փոփոխություններ տեղի ունեցան, որ միանգամից կոռուպցիայի գնահատողները դրանք իմիջիայլոց տեղացիներն են գնահատում, հարցումների միջոցով է դարվում, դա միջազգային ինչ-որ ստանդարտի համապատասխան։ Ինչ տեղի ունեցավ, շուկայի ազատականացում, իրականում մրցակցության բարձրացում, շուկայի մասնակիցների թվի ավելացում, հավասար պայմաններ, որոնք հետագայում իհարկե վերեցին այն փոփոխություններին, որի մասին հիմա ես կներկայացնեմ։ Տեսեք, ինչա տեղի ունեցել հատկապես աշխատանքի շուկայում, թիվն է շատ տպավորիչ։ 2018 թվականին 585,000, 2025 թվականին 821,000։ Եվ բոլորիդ մոտ կարող է հարց առաջանալ, շատ բնական է թվում նաև իմ մոտ, որտեղից ինչ։ Սա հենց խոսում է ստվերի դեմ պայքարի մասին։ 280,000 թիվը որտեղից է եղել, որովհետև իրականում տպավորիչ է, եւ միայն նոր աշխատատեղերի հաշվին չի, սա ստվերի հաշվին է եղել։ Եվ ինչի է սա տեղի ունեցել։ Սրա բացատրությունները հետաքրքիր, որովհետև մարդիկ այդ մեխանիզմները, որոնք ստեղծվել են, մարդկանց ձեռնտու է դարձել իրենց աշխատավարձները, այսպես ասած, սպիտակացնել։ Նախկինում
այդ ամեն ինչը չէր գրվում կամ աշխատատեղեր չէր գրվում կամ պարզապես ուղղակի մարդիկ աշխատում են եւ ստվերային աշխատավարձներ են ստանում, բայց հետագայում երբ որ պարզվեց, որ տարբեր ինստիտուտներ կան, տարբեր մեխանիզմներ կան, որոնց օգնությամբ այդ նաև հիպոթեկի միջոցով մարդիկ կարող են տուն կառուցել եւ այլն, տեղի ունեցավ այս process-ը։ Եվ դրա արդյունքում նաև տեսեք գործազրկության մակարդակը 19%-ից մինչև 11.5%։ Գիտեք, որ 89 թվականից պատերազմական վիճակի մեջ են գտնվել Ադրբեջանի հետ։ Երկու կողմից տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ, բոլորս այդ միջավայրում ենք ապրել։ Ըստ էության մեր մոտ զարգացում, եթե եղել է, այդ զարգացումը շատ պայմանական է եղել, որովհետև փակված սահմաններ, հնարավորությունների սահմանափակում առավելևս Հայաստանի Հանրապետության նման երկրում։ Եվ այսօրվա իշխանությունը իր մեջ համարձակություն գտավ 20 թվականի ծանրագույն պատերազմից կորուստներից հետո սկսել խաղաղության ճանապարհ փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել եւ ընդհանրապես խաղաղ ապրելու խնդիրը լուծելու։ Մի ճշմարտություն կա, որ կարծում եմ նաեւ այս հարցի պատասխանը կարող է մասամբ տալ։ Հարևանների հետ չեն կռվում։ Հարևանների հետ խաղաղ ապրում են, բարեդրացական հարաբերություններ են հաստատում։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը եւ կենցաղում է ճիշտ եւ պետությունների հարաբերություններում։ Եթե մենք այդ սկզբունքով ենք առաջնորդվում, մեր բոլոր հարցերը կարող ենք լուծել, այս հարցերն է կարող ենք լուծել։ Եթե մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվում եւ մեզ համարում ենք առավելություն ունեցող, մենք համարում ենք, որ ավելի կարեւոր ենք ինչ որ խնդիրի հարցում, եթե մենք ավելի գերադասելի վիճակում ենք մեզ դնում, մենք երբևիցե չենք կարող ունենալ հաջողություն, անընդհատ խնդիրների մեջ ենք լինելու։ Եվ երկար բանակցություններից հետո, մոտ 3 տարի, մի քիչ ավելի բանակցություններից հետո, մարտ ամսին 25 թվականի հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ավարտել են իրենց խաղաղության բանակցությունները եւ այլևս բանակցելու ոչինչ չունենք։ Մի քիչ անորոշ իրավիճակ էր, ինչ պետք է անենք հետո։ Եվ ամերիկյան կողմից առաջարկություն ենք ստանում, որ եթե ցանկություն կա, որ Միացյալ Նահանգներում խաղաղության համաձայնագիր ստորագրվի, մենք պատրաստ ենք դրան։ Մենք համաձայնվեցինք, հետո պարզվեց, որ Ադրբեջանները համաձայնվեր եւ օգոստոսի 8-ին հայտնվեցինք այս սրահում, որտեղ որ պարոն Թրամփի ներկայությամբ տեղի ունեցավ արդեն հայտնի օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը։ Սա պատմական ժամանակաշրջան էր, պատմական օր էր, ինչպես ուզում են գնահատել, ով ինչպես ուզում է քննադատել, բայց սա տարածաշրջանում խաղաղության հաստատելու սկիզբն է։ Եվ սա շարունակություն է ունենալու, եւ այս շարունակությունը ունենալու է այն առումով, որ մենք Թուրքիայի հետ ենք մեր հարաբերությունները վերջնականապես պարզելու, հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացելու եւ հնարավորություն տալու երկրի զարգացման։ Հիմնական իհարկե խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի այսպես վիճելի հարցը կայանում է նրանում, թե ինչպես պետք է ապահովել Ադրբեջանը օրակարգում միշտ ուներ իր Նախիջևանի, այսպես ասած, հիմնական Ադրբեջանի եւ Նախիջևանի կապը, որը Հայաստանի տարածքով էր անցնում, եւ մենք գտանք այդ ճանապարհը, որը հետո անվանեցին պարոն Թրամփի անունով հանուն խաղաղության եւ զարգացման Թրամփի ճանապարհ, որը պետք է 42 կիլոմետր է, որը պետք է կառուցվի եւ ընդամենը օրեր առաջ այստեղ էր գտնվում նաեւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավարը, որտեղ մեկ անգամ եւս մենք համաձայնեցրեցինք արդեն այդ նախագծի կառուցման պայմանագիրը, որը պետք է ստորագրվի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կողմից, որովհետեւ մենք համատեղ ստեղծում ենք մի կազմակերպություն, որը պետք է ղեկավարի ամբողջ այդ TRIP նախագծի կառուցումը, հետագայում շահագործումը, որտեղ ամերիկյան կողմը կունենա 74% սեփականություն, հայկական կողմը կունենա 26% սեփականություն եւ այլն։ Բացի իհարկե այս նախագծից շատ կարևոր նաեւ մի քանի համաձայնագրերի շուրջ համաձայնության ենք եկել, խոսքը վերաբերում է հայաստական բանականության զարգացմանը, խոսքը վերաբերում է խաղաղության խաչմերուկ նախագծի շարունակության եւ խոսքը վերաբերում է էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Մեր հետագա քայլերը կախված են լինելու նաեւ թե ինչպիսի ընտրություններ են ունենալու, ինչքանով են ընտրությունները լինելու ժողովրդավարական նորմերին համաձայն։ Եվ այստեղ էլի մեր մասնակցությունից է կարևոր եւ ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները իրենց մասնակցությամբ իսկապես կնպաստեն ժողովրդավարության հաստատմանը,
դրանով նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, դրանով նաև ինչ որ առումով օգնելու, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Շնորհակալություն։